Բարի երեկո, խոսքի իրավունքում Ավետիք Չալաբյանն է, բարև ձեզ, շնորհակալ եմ համեցել եք։ Բայց Ուժեղ Հայաստան դաշինքը եւ Հայաքվե միավորումը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Ուզում եմ հարցնել ինչի մասին է այն, եթե ցուցակները կուսակցական արդեն վաղուց ներկայացվել են կենտրոնական ընտրական հանձնաժողով։ շատ լավ, նախ հուշագրի բովանդակությունը մենք հրապարակել ենք արդեն։ Այո։ Եվ խոսքը նրա մասին է, որ մենք պայմանավորել ենք միավորել մեր քարոզչական ջանքերը, ինչպես նաև ընտրությունների օրինականությունը վերահսկելու մեր կարողությունները, որովհետեւ մենք կարողանանք ապահովենք ընտրությունների օրինականությունը, մեր քաղաքացիների վստահությունը օրինակ ընտրությունների նկատմամբ եւ դրա միջոցով գործող թրքամետ վարչախմբի հեռացումը իշխանությունից։ Այսինքն մեր նպատակը դա է եւ ճիշտ եք նկատել, որ Հայաքվեն այդ հուշագիրը ստորագրել է արդեն նրանից հետո, երբ որ ընտրացուցակները ներկայացվել են, Հայաքվեն ինքը ընտրացուցակներին չի մասնակցում, որպես այդպեսին մենք քաղաքական հայտեր չենք ներկայացնում, մենք օժանդակում ենք առաջատար ընդդիմադիր ուժին, որպեսզի համատեղ ջանքերով կարողանանք երկրում իշխանափոխություն իրականացնել։ Եվ մեր նպատակը ի սկզբանե միշտ էլ դա է եղել, որպեսզի մենք կարողանանք հասնենք իշխանափոխության։ Եվ ինչ որ իմաստով նույնիսկ այս տարբերակը համագործակցության մեզ ազատության ավելի մեծ աստիճաններ է տալի, քանի որ մենք, քանի որ ինքնես դաշինքի անդամ չենք, այլ դաշինքին աջակցում ենք, դա մեզ հնարավորություն է տալիս նաև որոշակի իմաստով մեր քարոզչական գիծը զգալի չափով շարունակել, միաժամանակ օժանդակելով ուժեղ Հայաստան դաշինքին, որովհետեւ մենք կարողանանք այն արդյունքը ապահովել, որի մասին ես արդեն ասացի։ Միայն քարոզչական ջանքերը, որտեղ դուք ունեք ռեսուրս եւ ունեք նաեւ փորձ, չգիտեմ, դիտորդական առաքելություններ իրականացնելու եւ այլն, այս դեպքում դիտորդություն դժվար թե ես ասի քարոզչություն եւ ընտրությունների արդյունքների նկատմամբ վերահսկողություն։ Հասկացա։ Մենք դիտորդական առաքելություն չենք իրականացնելու, հիշեցնեմ ձեզ, որ գործող վարչախումբը հատուկ օրենքի փոփոխություն է ընդունել Հայաքվեի դեմ, հատուկ հենց Հայաքվեի դեմ, հատուկ էլ նշվել է, որ դա ընդունվում է Հայաքվեի դեմ, որովհետեւ Հայաքվեն այլևս դիտորդական առաքելություն իր դեմքով չկարողանա իրականացնել, բայց մենք դիտորդական առաքելություն չենք իրականացնի։ Մեր դիտորդների զգալի մասը պատրաստ են հանդես գալ որպես վստահված անձիկ եւ որպես վստահված անձիկ նրանք համանման գործառույթ իրականացնել, որպեսզի կարողանան մեր ընտրողների մոտ, մեր ընտրողների համար նաև վստահություն ապահովել, որ իրանց ձայնը չի կորորելու, որ իրանց ձայնը չի հաշվարկվելու ուրիշի օգտին, չի կեղծվելու եւ այլն։ Դա մեր կարևորագույն խնդիրն է լինելու, նաև հենց այս նպատակով ենք մենք համագործակցում ուժեղ Հայաստանի հետ։ Շատ լավ, հաղորդակցության մեջ ասում է, որ հուշագրի ստորագրմանը նախորդել են մոտ 1 ամիս տևած բանակցություններ։ Պարզ է, որ փորձել եք համադրել քաղաքական ծրագրերը, գործողությունների պլան եք մշակել, համադրել եք, կոորդինացրել եք եւ այլն։ Իսկ որքանով են համընկնում դրանք, որքանով մինչև վերջ հաջողվեց համընկեցնել դրանք, նույնականացնել դրանք, չունեք որևէ հարցում կամ հարցերում տարակարծություններ այլևս։ Տեսեք, մեր ծրագրերը չեն համընկնում, պետք չի պնդել, որ մեր ծրագրերը համընկնում են, ընդհանուր առմամբ ես կարծում եմ, որ մենք շատ հարցերում ավելի արմատական դիրքորոշումներ ունենք, քան ուժեղ Հայաստանում, բայց միևնույն ժամանակ մենք նաև գիտակցում ենք, որ պարտադիր չի, որ բոլոր ընտրողները կիսեն մեր արմատական դիրքորոշումները այս բանը։ Ուստի մենք ընդհանուր նպատակը մեր աչքի առաջ ունենալով պատրաստ ենք որոշակիորեն կենտրոնանալ մեր ծրագրերի այն մասի վրա, որոնք իրար հետ համընկնում են։ Բերենք մի քանի օրինակներ։ Օրինակ, եւ մենք եւ ուժեղ Հայաստանը գիտակցում ենք, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ անվտանգային եւ պաշտպանական համակարգ։ Եվ այդ մասով շատ մեծ է համընկնումը, շատ մեծ է պատկերացումների առնվազն ռազմավարական մակարդակով ընդհանրությունը, եւ դա հրաշալի է։ Մենք կենտրոնանում ենք նրա վրա, որը մեզ միանում է։ Մենք թերևս ավելի արմատական դիրքորոշում ունենք Արցախի վերադարձի հարցում, բայց ուրախությամբ ուզում եմ արձանագրեմ, որ ապրիլի 29-ին ելույթ ունենալով լրագրողների առաջ ուժեղ Հայաստան դաշինքի ղեկավար Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ նա ինքը տեսնում է քաղաքական խնդիրը առաջինը Արցախահայերի արժանապատիվ կյանքը Հայաստանում ապահովելու, իսկ հետագայում նրանց վերադարձի իրավունքը ապահովելու։ Եվ դա մեր տեսանկյունից շատ կարևոր ուղերձ է, որովհետև մեր բազմաթիվ աջակիցներ Արցախահայության շրջանակներից անդադ մեզ այդ հարցն էին տալի, թե պարոն Կարապետյանը ինչ դիրքորոշում ունի, նա այդ դիրքորոշումը արտահայտեց, մենք այդ դիրքորոշումը ողջունում ենք, ավելին մենք իր հետ շարունակելու ենք աշխատենք, որպեսզի այդ դիրքորոշումը ժամանակի ընթացքում ել ավելի ամրանա։ Հաջորդ ուղղությունը ձեզ ասեմ։ Եվ մենք եւ պարոն Կարապետյանը եւ ուժեղ Հայաստան դաշինքը ընդհանուր առմամբ համարում ենք, որ Հայաստանի ուժեղացումը պետք է տեղի ունենա Հայաստանի առաջանցիկ տնտեսական զարգացման միջոցով։ Եվ այդտեղ այդ ռազմավարական վեկտորի տեսանկյունից մեր կարծիքները համընկնում են։ Հիմա
Մենք իրանց հետ քննարկում ենք արդեն տնտեսական քաղաքականությունը ինչ կարևոր բաղադրիչներ պետք է ունենա։ Այստեղ մեր օրինակ պատկերացումները եւ իրանց պատկերացումները դեռևս պետք է լրիվ համատեղվեն։ Բայց դա աշխատանք է, որ մենք իրականացնում ենք եւ ոգևորիչը իմ համար նրանում է, որ այդ աշխատանքը շատ կառուցողական է գնում։ Իրանց կողմից կա բավական բաց միջավայր աշխատանքի։ Հա, երբ որ իրանք մեր փաստարկներն են լսում, մենք իրանց փաստարկներն ենք լսում, փորձում ենք համատեղ գալ այն լուծումներին, որ մեր տեսանկյունից եւ իրատեսական են եւ հավակնոտ են անհրաժեշտ չափով, եւ մենք միասին կարող ենք դրանք իրականացնել։ Ոստի գործընթացը մինչեւ հիմա թեև այո 1 ամիս տևել է իսկապես, հա, բայց այդ գործընթացը բավական ոգևորիչ է եւ ես հույս ունեմ, որ հետագա 1 ամիսը, որը մինչեւ ընտրությունները մնացել է եւ դրան հաջորդող նաեւ ժամանակաշրջանը մեզ հնարավորություն կտա իսկապես մեր դիրքորոշումների, պատկերացումների, գիտելիքների համադրմամբ ստանալ այն լուծումները, որոնք առավել իրատեսական, առավել նպատակարար կլինեն Հայաստանի Հանրապետության համար։ Շատ լավ։ Բոլորն են հիշում, որ ամիսներ առաջ համագործակցության մասին մի փաստաթուղթ ստորագրեցիք Միասնության թևերի Արման Թաթոյանի հետ։ Ինչ եղավ հետո, որ որոշեցիք չշարունակել ճանապարհը միասին։ Տեսեք, ցավալի է իհարկե, որ այդ համագործակցությունը չաշխատեց, որովհետև մենք բնականաբար այդ համագործակցության ուշագրին էլ նախորդել էին բավական երկար, տվյալ դեպքում արդեն 3 ամիս տևած բանակցություններ եւ բնականաբար այդ բանակցություններից հետո, երբ որ համագործակցության ուշագիրը ստորագրվեց, կողմերը ենթադրաբար մենք առնվազն ունեինք բարեկամք, որպեսզի այդ համագործակցությունը իրականություն դառնա, հա։ Դրան հաջորդած 1 ամսվա ընթացքում մենք ցավոք մի շարք շատ կարևոր ծրագրային դրույթների շուրջ չկարողացանք համաձայնության ասենք։ Մեզ թվում էր, որ կկարողանանք, նույնիսկ գիտեք ոնց ա եղել այդ ինչ որ մի հատ պահ կար, որ ընդհանուր զգացողություն կար, որ կարողանում ենք մեր դիրքորոշումները մերձեցնել եւ ունենալ ընդհանուր ձևակերպումներ։ Բայց հետո եկավ մի պահ, երբ որ մենք հասկացանք, որ չէ, դիրքորոշումները ընդհակառակը ոչ միայն չեն մերձենում, սկսում են հեռանալ իրարից, եւ որովհետեւ մենք իրար չկաշկանդենք, որովհետեւ ի վերջո եթե տեսնում ես, որ դու իրանց չես կարողանում համոզել, իրանք քեզ չեն կարողանում համոզել, որովհետեւ իրար չկաշկանդենք, որոշեցինք, որ ամեն մեկս մնում ենք մեր կարծիքին, իրար հրաժեշտ ենք տալի ամենայն հարգանքով, գործընկերային վերաբերմունքով եւ տեսել եք մեր հայտարարությունը, ես կարծում եմ, որ հայտարարությունը գործընկերային էր բոլոր դեպքերում եւ անկեղծ հույս ունեմ, որ ինչ որ ժամանակ հետո արդեն իհարկե ընտրություններից հետո մենք կարողանանք ինչ որ պահի փորձել նույն կերպով կառուցողական ավելի միջավայրում փորձել այո մեր դիրքորոշումները եւս իրար հետ համաձայնեցնել, որովհետեւ ի վերջո նորից ուզում եմ կրկնեմ, մեր նպատակը եղել է այս վարչախումբը ընտրությունների միջով իշխանազրկելը եւ ազգային իշխանություն ձևավորելը։ Եվ երբ որ մենք ասում ենք ազգային իշխանություն, մենք չենք պատկերացնում միայն մեզ։ Մենք պատկերացնում ենք բոլոր այն ուժերը, որոնք որոշակի ազգային դիմագիծ, ազգային ձեռագիր ունեն։ Եվ որոնց համախմբումը շարունակում է մնալ օրակարգային։ Հիմա եթե գիտեք ինչ, մենք արդեն համագործակցության ուշագիր ենք ստորագրել ուժեղ Հայաստանի հետ, բայց եթե ինչ-որ պահի մինչև ընտրությունները մնացած ժամանակը նույն միասնության թևերը գա եւ որոշի ենթադրենք եւս աջակցել ուժեղ Հայաստանին, դա մենք միայն կողջունենք դա։ Որտեղ մենք միշտ մտածել ենք, որ որքան ընդդիմության ազգային առողջ հատվածը ավելի լայն միավորվի, այնքան մենք մեծացնում ենք հաղթանակի հավանականությունը։ Հիմա եթե դա տեղի ունենա, դա եւս կլինի գործողություն դեպի ընդհանուր հաղթանակ, մենք դա միայն կողջունենք, այսինքն մենք կարծում ենք, որ այդ համագործակցության ձևաչափը ավարտելով մենք չենք փակել համագործակցության ճանապարհները ընդհանրապես։ Դա ասված, ապագայում եւս համագործակցության ուղիները բացվեն։ Շատ լավ։ Ենթադրում եմ լսել եք իշխանության ներկայացուցիչի նախարար Արսեն Թորոսյանի պատասխանը հանրայինի եթերում Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման մասին հնչած հարցին։ Ինչու այդպես էլ չկարողացավ Հոդաբաշխ որոշակի հիմնավորումներով գոնե պատճառ բերել ՀՀ իշխանության անգործությանը։ Տեսեք, նախ ես այդ կապակցությամբ արդեն արտահայտվել եմ իմ էջում եւ կարծում եմ, որ եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի եւ նրա տարբեր արբանյակների բոլոր այս ընթացքում հնչած բացատրությունները դրանք պարզապես ազգային ամոթի խտացած մարմնացում են, խտացած։ Հասկանալի է, չէ՞, որ 2023 թվականին Հայաստանի Հանրապետության ներկայացած հայցադիմումի հիման վրա Արդարադատության միջազգային դատարանը նոյեմբերի 17-ին ընդունել է որոշում, որով նա պարտադրում է Ադրբեջանին իր տարածքում հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանել եւ պահպանել։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը արդեն կողմ է համապատասխան փաստաթղթի։ Եվ եթե այդ փաստաթղթի կետերը խախտվում են,
նա Հայաստանի Հանրապետությունն եւ նրա իշխանությունները պետք է առնվազն գործողություններ ձեռնարկի։ Այդ իմաստով եւ Փաշինյանի արտահայտությունները եւ տխրահարճակ Արսեն Թորոսյանի արտահայտությունները դրանք զուտ իրավական տեսանկյունից նույնիսկ իրավական պարզապես անհետեցություն են։ Որտեղ իրանք իրավական փաստաթղթի նախաձեռնող եւ կողմ են, որով հայկական մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվի։ Արսեն Թորոսյանի պնդումը, որ Ադրբեջանը իր տարածքում անում է ինչ-որ մի գործողություն եւ մենք դրան չպետք է խառնվենք, առնվազն երկու բացարձակ իրավական անհետեցություն է իր մեջ պարունակում։ Նախ Արցախը Ադրբեջանի տարածք չի։ Չկա որևէ իրավական փաստաթուղթ, միջազգային պայմանագիր, բացի Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրած այդ Պրագայի կեղծ հայտարարից, չկա միջազգային պայմանագիր, որով Արցախը ճանաչված է Ադրբեջանի Հայաստանի Հանրապետությունը իրավականորեն Արցախը չի ճանաչել Ադրբեջանի կազմում եւ հուսով եմ չի ճանաչի։ Եթե այս վարչախումբը չվերարտադրվի, եթե վերարտադրվի, փորձելու են ճանաչել բնականաբար, բայց հիմա այդպիսի փաստաթուղթ չկա։ Երկրորդը դիցուք նույնիսկ Արցախի Հանրապետությունը ճանաչված լինել Ադրբեջանի կազմում։ Այդտեղից արդյոք հետևում է, որ Ադրբեջանը կարող է անարգել հայ առաքելական Սուրբ եկեղեցուն պատկանող կառույցները ոչնչացնել։ Իհարկե չի հետևում։ Իհարկե չի հետևում։ Այդ տարածքում եղած ցանկացած շինություն տեր ունի։ Եվ այդ տերը այդ շինության նկատմամբ իրավունք ունի։ Տվյալ դեպքում հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ ամբողջ հայազգը որպես այդպեսին։ Այսինքն առնվազն երկու մակարդակով իրանց ասածը նաեւ բացի ամոթից եւ խարանից իրավական անհետեցությունը։ Եվ զարմանալի չի, որ իրանք չեն կարողանում դրան պատասխանել, որտեղ իրանք էլ գիտեն, գող սիրտը դող, գիտեն, որ իրանք մեղմ ասած գողի կողմում են գործում։ Գողը տվյալ դեպքում Ադրբեջանն է, որը փորձում է մեզանից մեր մշակութային եւ պատմական ժառանգությունը գողանալ։ Եվ փորձում է դա անել Հայաստանում տեղ գտած այս խամաչիկային վարչախմբի ակնհայտ օժանդակություն։ Նասանց էժան, ասենք, բենզին կամ վառելիք է ուղարկում, որպեսզի իրանք այդ էժան բենզինով կամ վառելիքով խեղճ ու կրակին կաշառեն, ասեն, բերանդ փագի մի նայ, որ քո եկեղեցիները ավերում են։ Դա է իրականությունը։ Կենսաչափական նոր անձնագրի էջերից մեկում խոր վիրապն է պատկերված, վստահաբար տեսել եք, այն ռակուրսից, որ Արարատ լեռը պետք է երևա։ Մարդիկ նույնիսկ գնում են խոր վիրապ, որպեսզի ափի մեջ տեսնեն ամենագեղեցիկ տեսարանը հենց այնտեղից է բացվում։ Իշխանությունները դա խնամքով թաքցրել են, որովհետև թշնամու կամքը պետք է կատարեն կամ կատարում են։ Դե այդ ինչի միակ օրինակն է, որ իրանք թշնամու կամքն են կատարում։ Այս իշխանությունը եկեք անկեղծ լինենք, էլի մենք անընդհատ արձագանքում ենք ինչ-որ առանձին վերսած դրվագների։ Բայց այդ դրվագների թիվը այնքան մեծ է։ Կենսաչափական անձնագրերն են, կնիկների մեջից հանելն է, Արցախում եկեղեցիների ոչնչացումն է, մեր գերիներն են եւ այլն, դա շարքան անվերջ կարելի է շարունակել։ Կա մի հստակ դիրքորոշում մեծ իշխանության, որ իրենք չեն էլ թաքցնում արդեն։ Իրանք ասում են հետեւելը. որպեսզի մենք կարողանանք ազատվենք ռուսական ազդեցությունից, մենք թուրք-ադրբեջանական տանդեմի ցանկացած պարտադրանքի գնալու ենք։ Մենք ազատվենք ռուսական ազդեցությունից։ Ինչ ուզենան տալու ենք մենք։ Ասելու են ադրբեջանցիները վերաբնակեցվելու են, ասելու են Հայաստանում 500 հատ մզկիթ կառուցեք, 500 հատ մզկիթ կկառուցենք, ամեն ինչ էլ կանենք։ Ամեն ինչ էլ կանենք, մենակ ռուսական ազդեցությունից ազատվենք։ Եվ գիտեք ինչ, երբ որ դուք կշռքի նժարների վրա եք դնում այս երկու բանը, դուք հասկանում եք հետևելը։ Ռուսական ազդեցությունը բնականաբար նաև իր վնասները ունեցել է։ Ինչ որ հարցերում մեզ կաշկանդել է եւ այլն։ Բայց ռուսները երբևիցե չեն փորձել մեր ազգային ինքնությունը ոչնչացնել։ Երբևիցե, ընդհակառակ ինչ որ հարցերում նույնիսկ փորձել են խրախուսել իրանց սեփական շահերից էլ ելնելով։ Այս վարկագիծը, որը դրսևորում է այս իշխանությունը, մեզ որպես ինքնուրույն հայ քրիստոնյա ազգ ոչնչացնելու։ Մենք դառնալու ենք անաղուհաց, անհայրենիք, անմշակույթ, անկրոն, անհավատ, շուն ու շանգյալ իրանց լեզվով ասած։ Շուն ու շանգյալ բառի բուն իմաստով։ Դա է այն հեռանկարը, որը այս իշխանությունը փորձում է մեզ համար պատրաստել։ Շուն ու շանգյալին դեռ կանրադառնանք, մինչ այդ Շահին Մուստաֆաևն էր ժամանել Հայաստան, հաղորդեցին, որ Սահմանազատման հանձնաժողովը ինչ-որ փաստաթուղթ է ստորագրել, մենք տեսանք այնտեղ հանդիպում ընդլայնված կազմով նաև ֆոտոներում, կարող ենք ենթադրել, որ ինչ-որ վատ բան են ստորագրել, դրա համար էլ այս նախընտրական շրջանում վախենում են, խուսափում են հրապարակել մանրամասները։ Տեսեք, ես չգիտեմ իրանք ինչ են ստորագրել, ուստի բան չանեմ, հա, տենց սպեկուլյացիա չանեմ, բայց ասեմ հետևելը։ Սահմանազատման հանձնաժողովը այս ընթացքում իր բոլոր հանդիպումները կամ անարդյունք են եղել, կամ բերել են Հայաստանի կողմից տարածքային կորուստների։ Բացառապես չի եղել Սահմանազատման հանձնաժողովի որևէ հանդիպում,
որով Հայաստանի Հանրապետությունը իր օկուպացված տարածքից մի միլիմետր հողա հետ վերադարձել։ Չի եղել պարզապես, եւ եթե եղել է, թող այս վարչակարգիր Արսեն Թորոսյաններով, Գևորգ Պապոյաններով, Վագն Ալեքսանյանով բերի դնի սեղանին։ Չի եղել այդպիսի մի հատ դեպք։ Ոստի ցանկացած հանդիպում այդ հանձնաժողովի միջին հաշվով Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Ես դա այդպես եմ գնահատում։ Ես չգիտեմ ինչ ա եղել, բայց դատելով նախկինում տեղի ունեցած բոլոր հանդիպումներից, դրանք բոլորը օգտագործվում են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին կարծես նաև Զելենսկու ժամանումն է նախատեսված Երևան, ինչ է նշանակում Զելենսկին Երևանում եւ ինչպիսին կլինի ռուսական կողմի ռեակցիան այդ ամենին։ Մենք արդեն տեսնում ենք ջերմուկի հետ կապված պատմությունը, հեղուկ գազի դեֆիցիտի հետ կապված պատմությունը եւ այլն կարելի է Տեսեք, նախ հիշենք, որ ոչ միայն Զելենսկին է հրավիրված, Ալիևն էլ է հրավիրված, Էրդողանն էլ է հրավիրված։ Եվ ընդհանրապես ասած, մեր տեսանկյունից Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովը Երևանում ժամանակավրեպ, հենց եվրոպացիների տեսանկյունից ժամանակավրեպ միջոցառում է։ Մենք մեր եվրոպական տարբեր գործընկերներին, ինչպես նաև պրակտիկում բոլոր պատկան եվրոպական կառույցների ղեկավարներին այս շաբաթվա սկզբին համապատասխան նամակներ են քաղել, որով նրանց ուշադրությունն ենք բարձրացրել հրավիրել նրա վրա, որ ընտրություններից տարածություն 1 ամիս առաջ այդպիսի համաժողովի անցկացումը Երևանում դա բացահայտ աջակցություն է գործող վարչախմբին։ Եվ իրենց տեսանկյունից եւ եվրոպական ժողովրդավարական արժեքների տեսանկյունից շատ ճիշտ կլիներ, եթե համաժողովը Երևանում անցկացվեր արդեն ընտրություններից հետո։ Արդեն նրանից հետո, երբ որ մեր ժողովուրդը իր քվեով որոշակի մանդատ կտար որոշակի իշխանության։ Այդ ժամանակ կարող ենք այն անցկացնեին եւ արդեն ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ հանդիպեին, քննարկեին հետագա անելիքները եւ այլն։ Եթե այս իշխանությունը մնացել է 1 ամիս ժամանակ ընդամենը, դուք հարգելիներս, ինչու եք գալիս Երևան եւ փորձում ձեր ներկայությամբ ըստ էության անուղղակի միջամտություն իրականացնել մեր ընտրական գործընթացում։ Մի բան էլ հիբրիդային պատերազմներից են խոսում Ռուսաստանը։ Բայց դա սա հենց հիբրիդային պատերազմի ձև է։ Ռուսները չեն, չէ՞ գալի, իրանք են գալիս։ Մենք այդ նամակները ուղարկել ենք, ավելին ձեզ ասեմ, մեր որոշ գործընկեր կառույցներ ամենայն հավանականությամբ Եվրոպական խորհրդարանում համապատասխան քննարկումներ կնախաձեռնեն, խոսելով նրա մասին, որ այս ամբողջ միջոցառումը ժամանակավրեպ է։ Եվ ըստ էության բերում է նրան, որ Եվրոպան Հայաստանում քաղաքական ընտրությունների քաղաքական կողմ է դառնում, որը շատ սխալ է, որովհետև ցանկացած արտաքին ուժ պետք է զերծ մնա այլ երկրի ընտրությունների միջամտությունից, որովհետև այդ ընտրությունների արդյունքում կարող է լրիվ ուրիշ ուժ գա, չէ՞, իշխանության։ Եվ եթե դուք նրա քաղաքական հակառակորդներին եք աջակցել, միշտ մտածեք նրա մասին, թե դա ինչ հետևանքներ է բերելու հետագա համագործակցության տեսանկյունից։ Արժեվում ընտրություններ են մեր երկիրն էլ ցավոք կախյալ կարգավիճակում է, հույս ունենանք առայժմ։ Հետևաբար ուզում եմ հարցնել, որտեղ է վճռվելու խորհրդարանական ընտրությունների ելքը, արդյոք ժողովուրդը այլևս իզորու է իր քվեով բան որոշել, փոխել։ Անկասկած, ես կարծում եմ, որ հայ ընտրողը պետք է իր մեկ շատ թանկարժեք, շատ արժեքավոր քվեին վերաբերվի որպես վճռական գործոն սեփական երկրի ընթացքի վրա ազդելու։ Այո, եվրոպացիները գալու են փորձելու են Փաշինյանին աջակցել։ Այո, ռուսները փորձելու են իրենց, ասենք, գործընկեր քաղաքական ուժերին աջակցեն։ Միացյալ Նահանգները փորձելու են ինչ-որ մեկին աջակցեն, ինչպես արդեն Միացյալ Նահանգների փոխնախագահը իր այցելության ժամանակ աջակցություն հայտնեց եւ այլն։ Բայց ի վերջո մեր ճակատագիրը որոշվելու է ոչ թե Վաշինգտոնում, Մոսկվայում կամ Բրյուսելում։ Մեր ճակատագիրը որոշվելու է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Տաշիրում, Ստեփանավանում, Կապանում, Էջմիածնում եւ այլուր։ Մեր մարդիկ պետք է սովորեն, մեր քաղաքացիները, որ իրանց փոխարեն ոչ մեկ որոշում չի ընդունելու։ Իրանք են վերջնական որոշում ընդունելու եւ ի դեպ վերադառնանք մեր քննարկման սկզբին։ Մենք որպես ազգային քաղաքացիական միավորում, որը արդեն բավական երկար փորձ ունի ընտրությունների օրինականությունը ապահովելու, ամեն ինչ անելու ենք, ամեն ինչից էլ շատ ինչ-որ իմաստով, հա, որովհետեւ մեր ընտրողը համոզված լինի իր ձայնը վճռորոշը, եկեք ընտրատեղամաս, տունը նստած մի բողոքեք, Facebook-ում գրառումներ մի արեք, մի գրեք մարդկանց, որ սրան նրան պետքա վերացնել եւ այլն։ Եկեք ընտրատեղամաս, ձեր ձայնով քաղաքականապես վերացրեք։ Քաղաքականապես վերջ տվեք նրան, ինչին դուք դեմ եք։ Ես պարզապես մի
պարզ թվաբանություն ձեզ ասեմ, հա։ Երևանում կա գրանցված 820,000-ից ավել ընտրող։ Ուրեմն նախորդ քաղաքային ընտրություններին մասնակցել է դրանց 28%-ը։ Նախորդ համապետական ընտրություններին մասնակցել է, եթե չեմ սխալվում, 47 կամ 48%-ը։ Սա խայտարակություն է։ Հարգելի երևանցիներ, հարգելի համաքաղաքացիներ, սիրելիներս, շատերիդ անձամբ եմ ճանաչում, շատերը ինձ եք ճանաչում։ Այդ ընտրությունների օրը ճակատագրական մի մնացեք տանը, մի գնացեք խորոված ուտելու, մի գնացեք քյաբաբ ուտելու եւ այլն։ Ժամանակ գտեք, եկեք ընտրատեղամաս։ Ընտրությունը մեծ է, ի վերջո 19 ժամ մասնակցում ընտրությունների։ Եկեք ու մի ասեք, որ ձեր ուզածը չկա, դուք բոլորին դեմ եք, բոլորին դեմն էլ է մասնակցում, ի վերջո։ Եկեք այդ 10-ից մեկին ձեր ձայնը տվեք, իսկ ավելի լավ է տվեք անդիմության առաջատար ուժերին բնականաբար։ Եկեք մասնակցեք, որպեսզի ձեր ձայնը վճռոշ լինի, որովհետև գիտեք ինչ հսկայական է տարբերությունը։ 300,000 մարդ է Երևանում գալու մասնակցելու, թե 500,000 մարդ։ Հսկայական է տարբերությունը, Երևանը անդիմադիր է։ Բայց այդ անդիմադիր հայացքների տեր մարդը չպետք է իր համար արդարացում գտնի, պատճառաբանություն գտնի, որպեսզի ընտրությունների օրը ընտրության չգա։ Ընդհակառակը եկեք ընտրատարածք, մասնակցեք, ձեր ձայնը որոշիչ է, իսկ մենք նույնիսկ եմ ասում, երաշխավորելու ենք, որ ձեր ձայնը տեղ կհասնի, մենք ձեր ձայնը պաշտպանելու ենք։ Եվ վերջում Շունուշանգյալի մասին, Փաշինյանը Շունուշանգյալ անվանեց բոլոր նրանց, ովքեր, կոպիտ ասած, բառացի չեմ մեջբերում, բայց միտքը, ովքեր իրեն ձայն չեն տալու։ Նախ կուզեմ ձեր գնահատականը լսել նրա այդ արտահայտությանը եւ միանգամից մյուս հարցն էլ հակառակ կողմից, իսկ ինչ են անում կամ ինչ կանեն այն մարդիկ, ովքեր կորոշեն եւ կգնան ձայն կտան հենց Նիկոլ Փաշինյանին, այդպիսիք որոշակի քանակի այնուամենայնիվ ցավոք դեռևս կան այո։ Տեսեք, երկու մասից, հա ձեր հարցը երկու մասից բաղկացած պատասխանել երկու մասից։ Համեցեք։ Նախ մենք դիմել ենք անցած շաբաթ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, պահանջելով վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի դեմ, որպես պաշտոնատար անձ նա ըստ էության խախտել է պաշտոնատար անձի էթիկայի կանոնները եւ վիրավորել է սեփական համաքաղաքացիներին։ Կապ չունի նա ինչ պատճառաբանություններ է բերում, կապ չունի ինչի վրա է հղում կատարում, ինչպես ինչի վրա որ հղում է կատարում, իրավունք չունի կատարելու, որովհետև դա նաև անմեղության կանխավարկածի խախտում է, որը իդեպ ԿՊ-ի տարբեր խոսնակներ անում են բազմիցս եւ անխոչնդոտ, թե ի վերջո դրա համար պատասխանատվության է ենթարկվելու։ Բայց տվյալ դեպքում կարևոր է հետեւյալը՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր պաշտոնական լիազորությունները կատարելու ընթացքում ազգային ժողովի ամբիոնից վիրավորել է մեր բազմահազար քաղաքացիներին, որոնք պատրաստվում են 3 տարբեր ընդդիմադիր ուժերի օգտին քվեարկել, հա։ Եվ նա վիրավորանք է, դա քննադատություն չի, դա դիտարկումներ չի, դա վիրավորանք է բացահայտ։ Հիմա մենք պահանջել ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից վարույթ նախաձեռնել։ 3 տարածիորեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացել ենք պաշտոնական պատասխան, երկար մեծ պատասխան, 10 քանի էջի վրա, եւ իմ մոտ այնպիսի տպավորություն էր, որ սա Նիկոլ Փաշինյանի փաստաբանական խումբն է գրել այս պատասխանը։ Բացարձակ փորձում են պարզաջրել Նիկոլ Փաշինյանին, մեկնաբանել այնպես, որ գիտեք ինչ նախընտրական շրջան է, Փաշինյանը որպես քաղաքական գործիչ օգտվում է քաղաքական խոսքի ազատությունից եւ այլն եւ այլն։ Նա նախ եւ առաջ պաշտոնյա է։ Դա կներեկել պաշտոնական պաշտոնյա է եւ վիրավորում է սեփական քաղաքացիներին։ Մենք դրա հետ չենք համակերպվելու։ Հիմա մեր իրավաբանների հետ մենք քննարկում ենք հաջորդ գործողությունները, բնականաբար այդ հաջորդ գործողությունները կիրականացնենք, որտեղ երբ որ մենք մտնում ենք ինչ-որ իրավական գործընթացի մեջ չենք մտնում ինչ-որ մի հատ պահային էֆեկտի համար։ Մենք շատ վճռական ենք հետամուտ լինելու, որպեսզի այդ իրավական գործընթացը ի վերջո բերի որոշակի հանգրվանի։ Հիմա ինչ վերաբերվում է այն մարդկանց, որոնք քվեարկեն Նիկոլ Փաշինյանի օրոք եւ դա իրենց բնականաբար քաղաքացիական իրավունքն է եւ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի ես կավլիցի որևէ կերպ պատրաստ չեմ իրանց պիտակավորել, բայց ես ուզում եմ ասեմ հետեւյալը։ Եկեք հիշենք, ինչ է ասում Նիկոլ Փաշինյանը, ինչ քաղաքական ծրագիր է նա ներկայացրել։ Նա ներկայացրել է քաղաքական ծրագրով, որով նա պատրաստում է կազմակերպել հայ առաքելական Սուրբ Եկեղեցին։ Որտեղ փաստացի դա է։ Դա քողարկում է, բայց նա կազմակերպել հայ առաքելական Սուրբ Եկեղեցին։ Ուստի ովքեր քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին, քվեարկելու են հայ առաքելական Սուրբ Եկեղեցին կազմակերպելու օգտին։ Այս մեկ։ Փաստ 1։ Երկրորդը Նիկոլ Փաշինյանը հայտարարում է նրա մասին, որ Արցախի հարցը փակված է
եւ վերադարձ իրավունքը եւս փակված է։ Այն ինչ իրավունքը նա բնականաբար չունի, որտեղ վերադարձ իրավունքը դա իր իրավունքը չէ, այլ վերադարձողի իրավունքն է։ Սա հատկապես արցախցիներին է վերաբերվում, ոնց հասկանում եմ։ Ով որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, ով որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, նա քվեարկելու է Արցախի դեմ, Արցախի վերադարձի դեմ, Արցախի վերադարձի իրավունքի արցախցիների դեմ։ Փաստ, ոչ թե գնահատական, փաստ։ Նիկոլ Փաշինյանը եւ իր կուսակիցները ընթացքում հայտարարել են, որ Արցախը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է եւ որևէ գործողություն չեն պատրաստվում ձեռնարկել այնտեղ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեմ։ Ուստի ով որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, քվեարկելու է հայկական մշակութային ժառանգության վերացման օգտին։ Փաստ, որտեղ մարդիկ փաստացիացն են։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է եւ իր գործողությունները ցույց է տալիս, որ Արարատը հանում է մեր բոլոր պետական խորհրդանիշների վրայից հերթը մեզինանշանն է։ Ուստի ովքեր քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին, քվեարկելու են նրա օգտին, որ Արարատը այլևս մեր կյանքում գոյություն չունենա, որ ինքը վերածվի ինչ-որ մեր ժայռի պարզապես, որը մեր համար որևէ խորհրդանշական նշանակություն չունի։ Եվ այդպես ես կարող եմ շարունակել։ Կարող եմ շարունակել նաև ասել, ով որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, քվեարկելու է նրա օգտին, որ օրինակ Լարսի անցակետը ի վերջո փակվի։ Քվեարկելու է նրա օգտին, որ մենք Ռուսաստանի հետ ազատ շարժ էլ չունենանք։ Քվեարկելու է նրա օգտին, որ մենք վերջերս իրենց պատգամավոր Հասմիկ Հակոբյանը դրա մասին ասաց, Ռուսաստանի հետ բաց ճանապարհ չունենանք, մեր ճանապարհները անցնեն Ադրբեջանի միջոցով եւ այլն։ Ով որ քվեարկելու է Նիկոլ Փաշինյանի օգտին, թող գիտակցի, թե իրականում ինչի օգտին է ինքը քվեարկում։ Ինչ Հայաստան է ինքը ստանալու։ Նա ստանալու է ոչ թե խաղաղ Հայաստան, նա ստանալու է թրքահապատակ Թուրքիայից եւ Ադրբեջանից ամեն ինչով կախված Հայաստան, ամեն ինչով, ճանապարհներով, անձնագրերով, տեղաշարժով, տնտեսությամբ, ֆինանսներով, դպրոցներով, կրթությամբ, ամեն ինչով Թուրքիայից եւ Ադրբեջանից կախված Հայաստան։ Ով որ պատրաստ է ապրել այդպիսի Հայաստանում, թող քվեարկի Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մենք քվեարկելու ենք Նիկոլ Փաշինյանին դեմ, որտեղ այդպիսի Հայաստանում մենք չենք ուզում ապրել։ Շնորհակալ եմ ձեզ հարցազրույցությամբ։ Ձեզ եմ շնորհակալ։ Հայկական երկրորդի եթերում խոսքի իրավունքից օգտվեց Ավետիք Չալաբյանը, մենք հանդիպենք, ցտեսություն։ Օրվա հարցը տարբեր տեսանկյուններից առանց անկյունների սեղանին։ Սա խոսքի իրավունքն է, ես Շավարժ Գևորգյանն եմ, եթե ուզում եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին, հղումը էկրանին է։